Դուք եկել եք մասնակցելու պատարագի Այո, վարչապետի իհարկե։ կոչով։ Ոչ, առանց վարչապետի կոչի։ Երբևէ չի լինում վարչապետի կոչով ինչ որ մեկը կարողանա գա պատարագի։ Եթե ես ուզում եմ գամ պատարագի, ուրեմն ես գալիս եմ։ Եթե չեմ ուզում, հարմար չի, ուրեմն չեմ գալիս։ Իսկ ինչպես կգնահատեք եկեղեցու դեմ սկսված այս գործընթացը վարչապետի։ Շատ դրական, որովհետև այնինչ որ ես ինքս գիտեմ եկեղեցու ներսում ինչ է կատարվում, դա գիտի աշխարհը։ Արդեն ամեն ինչ բացահայտված է, այնպես որ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես առաքելական եկեղեցու հետևորդ, ես ինքս խորհուրդ կտամ Կտրիչ Ներսիսյանին ինքնակամ գնա հանգստի։ Այլապես ինքը էլ տեղ չունի եկեղեցուն։ Թող եկեղեցին մաքրվի։ Սա ուղղակի որպես քաղաքացի ես իրեն այդպես եմ ասում։ Չէ՞ գտնում որ այդ կարող է պարակտի եկեղեցին, ընդամենը 10 եպիսկոպոս է միացել այնտեղ։ Իհարկե ոչ, չի պարակտվի եկեղեցին։ Եկեղեցին վաղուց պետք էր մաքրվեր։ Ցավոք 20 եւ ավել տարիներ եկեղեցին մնացել է այդ կեղտի մեջ։ Մենք բարենորոգման ուրիշ ոլորտ չունենք, եկեղեցիներ մնացել։ Ամեն ինչ կարծում եմ սկսվում է եկեղեցուց։ Մարդը պետք է հավատք ունենա իր երկրի հանդեպ, իր հավատքը, իր Աստծո հանդեպ։ Աստծո հանդեպ հավատքից է գալիս եկեղեցու հավատքը, չէ՞։ Ուրիշ բարենորոգման ինչ ճանապարհ գիտեք։ Գտնում եք որ քաղաքացիները կորցրել են հավատը եկեղեցու նկատմամբ։ Ես մեկը ես օրինակ։ Իսկ ես միացնում այս պահին մեծ թվով հայ ժողովրդի ներկայացուցիչներ։ Ես ասեմ, հայ ժողովրդի ներկայացուցիչները գիտակից հայը այստեղ է եւ ոչ է չմիացնում։